Եվ Աստծո համար ընտրյալ ազգեր չկան, չէ՞, ասում են հрьяաները, որ մենք ընտրյալ ազգ ենք, չէ, ընտրյալ ազգ չեք։ Մենք էլ ընտրյալ քրիստոնյաներ չենք, առաջինն ենք ընտրում։ Բոլորս հավասար ենք եւ քանակից է որոշվում, թե դու իրոք ընտրված ես ապրելու, թե դու մեղավոր կյանք ես։ Ինչպես որ միրգը, չէ՞, ամենապարզ օրինակը, միրգը վերցնում ես, եթե 20%-ը փչացած լինես, ես դանակով կտրում դեն ես նետում, մնացածը կտրում ես, ուտում ես։ Երբ ենք միրգը դենետ, որ արդեն 80%-ը փթած է, բան չկա մաքրելու, դեն ենք նետում։ Ուրեմն մեր ժողովրդի ընդհանրապես հասարակություններ գնահատում է, թե մենք ինչպիսի քրիստոնյաներ ենք եւ այդպեսին էլ որոշում է մենք Աստծո օրհնություն ունենք, թե չունենք։ Եվ այս պարտականությունն է, ուրեմն նաեւ մեզ վրա է սիրելիներ, որ հрья քրիստոնյա կլինես, հեթանոս քրիստոնյա կլինես, կրթված քրիստոնյա կլինես, հայտնի կամ անհայտ քրիստոնյա կլինես, հանկարծ չորոշես, որ դու ավելի լավն ես, քան մյուսները։ Եվ այստեղ նաև Հռոմեացիներին, որ չմտածեք, որ դուք Հռոմի քաղաքացիներ եք, Հռոմում եք ապրում, դուք ավելի լավն եք, քան մենք, քան մյուսները։ Այսինքն չմտածեք, որ դուք առաջին քրիստոնյաներն եք, որ ընդունել եք պետականը, դուք ավելի լավն եք, քան վերջերս ընդունած է աֆրիկյան մի ցեղ, որ քրիստոնեություն դել, նրանք ավելի պակաս են ձեզանից, այլ բոլորս Քրիստոսով հավասար ենք։